Գիտեք ինչն է ինձ ամենաշատը զարմացնում, ջղայնացնում, ծիծաղ առաջացնում իմ մոտը, զավեշտալի է, երբ օրինակ դու բերում ես մի տղա, սպորտսմեն, պարապած մկաններով լավ պարապած, խոսում է շաքարի էֆեկտիվության, շաքարի ոչ վնասակարության մասին եւ խոսում է նրա մասին, որ օրինակ ինչ-ինչ դեպքերում կարող է շաքար օգտագործել եւ դա նորմալ է, խոսքը օրգանիզմը վերածվում է գլյուկոզայի, որը ամեն դեպքում յուրաքանչյուր տեսակի ածխաջրուտով է դա դառնում։ Այսօր աշխարհում, մեր երկրում, ամբողջ աշխարհում մարզասրահ հաճախող մարդիկ ունեն ճարպակալում։ Ճարպակալում ունեցող մարդու ամենագիր խնդիրը դա ինսուլինի նկատմամբ զգայունության անկումն է։ Ճարպակալում ունեցող մարդու համար ինձ թվում է բազմաթիվ մեծ խնդիրներ կան ու ես տենց վստահ չի ասի, որ ամենագեր խնդիրը դա հենց ինսուլինի նկատմամբ զգայունության անկումն է, բայց լավ։ Ինչա դա իրանից ներկայացում։ Երբ որ մենք ուտում ենք ինչ-որ սնունդ, դրա դեպքում օրինակ վերենք շաքարի։ Գերա շաքար, ինքը ներծծվեց շատ արագ, արյան մեջ շաքարը բարձրացավ, որպեսզի արյան մեջ շաքարը նորմայում մնա, որոշակի նորմայում։ Արտադրում է ինսուլին։ Ինսուլինը շաքարը արյան մեջ վերցնում է, այսինքն տրանսպորտ անում, տանում դեպի մկանների մեջ, որպեսզի որպես էներգիա իրանք օգտագործվեն եւ այլն։ Այն մարդիկ, ովքեր ունեն ճարպակալում, իրանց մկանները ինսուլինի նկատմամբ զգայուն չեն։ Այսինքն ինսուլինը շաքարը բռնած գալիս է, կապնում մկանի ռեցեպտորին հետագա։ Պետք է կլանի մկանի իր մեջ բարի։ Չի կլանում, ռեցեպտորները արդեն մտածած են։ Ինքը խփում հետագա ու մնում արյան մեջ։ Արյան մեջ մնալով փաստացի մարդը թունավորվում է։ Եթե շաքարը թեկուզ մի քանի միլիգրամներով բարձրանում է, մարդու արյան մեջ մարդը թունավորվում է։ Դա առաջին փաստը։ Երկրորդ փաստը, արյան մեջ մնալով, վերջի մկանները չընկալելով, գնում է որտեղ դեպի պահուստներ չափեն տարբեր կետեր։ Ու այդ մարդը ոչ միայն չի կարողանում բուժի իր խնդիրը, առաջինը ճարպակալումը, Ճարպակալումը լուծելու համար քեզ պետք է կալորիական դեֆիցիտ։ Քո կոնկրետ շաքարի կերած քանակը այս կոնտեքստում էական չի, այսինքն նույնիսկ այն մարդը, որ ունի տիպ 1 դիաբետ, կարա իր ճարպակալման խնդիրը լուծի, եթե ինքը լինի կալորիական դեֆիցիտում։ եւ երկրորդ ավելի կարևոր խնդիրը ինքը չի լուծում իր ինսուլինի նկատմամբ զգայունության անկում։ Եթե դու սպորտով զբաղվող տղա ես, մկաններդ բավականին զարգացած են, ունես ինսուլինի նկատմամբ զգայունության իդեալական, ական իդեալականից բարձր շեմ, դու սպորտսմեն ես։ Դու ինչքան շաքար ուտես, քո արյան մեջ շաքարը չի բարձրանալու, արգելից, որտեղ դու մկաններ ունես, մեծ մկաններ ունես, ծանր պարապում ես, բնականաբար մկաններդ այնքան դուք պես քաշում են իրան այդ կերածը։ Բայց սովորական ստատիստիկով մարդը, որի մոտ եկել ասում է, Սարգիս ջան, ես ուզում եմ մի հարեմ, ես ուզում եմ բուժեմ ճարպակալում, ուզում եմ բուժվեմ։ Ես այդ մարդուն ինչ խղճով, ինչ բարոյական հիմքերով ներառեմ շաքար։ Երբ որ մարդը սկսում է այդ աշխատել ու ասում է ես ուզում եմ մի անեմ, ամենաառաջին բաներից մեկը որ ես իրան հարցնում եմ այդ այնա թե որոնք են այն սնունդները, առանց որոնց ինքը չի կարող ապրել։ Ու շատ հաճախ մարդիկ ինձ ասում են քաղցրը կամ շոկոլադը կամ ինչ-որ ուրիշ շաքար պարունակող բան։ Ու ես անպայման նենց եմ անում, որ իր սննդակարգում ինչ որ ձևով ու ինչ որ չափով այս սնունդը ներառված լինի։ Որովհետև կա մի հատ պարզ ճշմարտություն ու դա այնա որ ինչքան ուզում եք հոտված էքստրեմալ սննդակարգը լինի այդ առանց շաքարի, լինի այդ առանց հացի, լինի այդ առանց տապակած բաների, էֆեկտիվ լինի կարճաժամկետ ու ինչ որ արդյունք տա, եթե այն այս մարդու համար երկարաժամկետ հնարավոր չի պահել, ապա իր արդյունքը նույնպես երկարաժամկետ պահելը հնարավոր չի լինելու։ Որովհետև հա մարդը կարող է 1-2 ամիս կարողանա այս հոտված էքստրեմալ բացառություններով սննդակարգը պահի ու ինչ որ արագ արդյունք տեսնի, բայց ի վերջո հո այս մարդը վերադառնալու է իր նորմալ կյանքին ու նորմալ սննդակարգին։ Դուք շատ մարդ գիտեք, որ կարա իր ամբողջ կյանքը ապրի առանց շաքար օգտագործելու։ Ես անձամբ շատ մարդ չգիտեմ։ Սարգիս ջան, երբ մարդիկ դադարեն քո հետ աշխատել ու վերադառնան իրենց նորմալ սնվելու ձևին, իրանք այս կորցրած քաշը հետ են բերելու, որովհետև այս absolute սնունդներ բացառելու մոտեցումը մարդկանց մեծ մասի համար sustainable չի։ Իմ կլիենտների մեջ մարդիկ կան ում սննդակարգում ես ներառել եմ հյութ, բրաունի, չիփսեր, պաղպաղակ, ու այս մարդիկ տասնավոր կիլոգրամներ կորցրել են, որովհետև ես այս մարդկանց սովորացնում սնունդի հետ ճիշտ հարաբերություններ կառուցել։ Ես իրենց սովորացնում հասկանալ, որ մթերքները իրանցով լավը կամ վատը չեն կարող լինեն։ Այլ ուղղակի պետք է ճիշտ ձևով ինտեգրվեն սննդակարգ, որպեսզի այն լիարժեք լինի։ Մի մարդկանց վախեցրեք շաքարից, մի մարդկանց վախեցրեք հացից, մի մարդկանց վախեցրեք տապակած սնունդներից կամ առասարակ ինչ որ լյուբոյ սնունդից, որովհետև վախը անգիտությունից է գալիս։ Ուղղակի կրթեք մարդկանց, որ իրանք կարող են ճիշտ որոշումներ կայացնեն ու առողջ լինեն։